Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու կատարողական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության նոր օրենքը, որը բերելու է զգալի փոփոխություններ կատարողական վարույթի իրականացման գործընթացում։ Ինչ է նախատեսվում այդ փոփոխություններով եւ ինչ է փոխվելու քաղաքացիների կյանքում։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու ենք օրենքի տեքստի համահեղինակ փաստաբան Վահագն Դալաքյանի հետ։ Պարոն Դալաքյան, շնորհակալություններ հրավերն ընդունելու համար։ Նախ նոր օրենքի հիմնական փիլիսոփայությունը կխնդրեմ ներկայացնեք։ Ինչ էր պետք փոխել նախկին համակարգում, այսինքն ինչը հիմք դարձավ, որպեսզի գաք այն եզրահանգման, որ պետք է ամբողջությամբ նոր օրենք ընդունել։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հարկադիր կատարման ծառայությունը մեզանում հաճախ ընկալվում է որպես մի մարմին, որը քաղաքացիներից բռնագանձում է ճանապարհային տուգանքներ, վարկային պարտքեր եւ պետք է քաղաքացիներին ըստ այդմ պաշտպանել այդ բռնագանձումներից։ Սա իհարկե մակերեսային պատկերացում է, մակերեսային մոտեցում է, քաղաքացիներին իհարկե պաշտպանել պետք է, նրանք ունեն իրավունքներ, սոցիալական մինիմալ բազան պետք է պաշտպանվի նաև կատարողական վարույթի ընթացքում եւ դրա մասին կարծում եմ դեռ կխոսենք, բայց նախ պետք է ճիշտ ընկալել, ճիշտ պատկերացնել կատարողական վարույթի եւ հարկադիր կատարման ծառայության գործունեության նշանակությունը եւ դրա նպատակը։ Նախ հարկադիր կատարողը միայն վարկային պարտքեր եւ տուգանքներ չէ, որ բռնագանձում է, նա նաեւ օրինակ աշխատողների օգտին բռնագանձում է նրանց չվճարված աշխատավարձերը կամ երեխաների ապրուստի համար ալիմենտներ է բռնագանձում կամ առողջությանը կյանքին պատճառված վնասների հատուցման գումարներ է բռնագանձում, այսինքն ցանկացած գումարներ եւ ցանկացած պարտավորություն։ Միայն գույք չէ, որ վերցնում է քաղաքացիների եւ հակառակը, այո։ Ցանկացած դեպքում, երբ որևէ անձի իրավունքը պաշտպանվել է դատարանով կամ այլ մարմնի միջոցով եւ դրա ակտը ենթակա է հարկադիր կատարման, հարկադիր կատարողը այդ վերջին կարևոր օղակն է, որը վերականգնում է խախտված իրավունքները։ Եվ ի վերջո, անգամ եթե խոսենք վարկերի կամ տուգանքների բռնագանձումից, անգամ այդ դեպքում եկեք պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե մենք չունենայինք օրինակ տուգանքների կամ վարկերի արդյունավետ բռնագանձման համակարգ։ Պարզապես հնարավոր կլիներ ճանապարհային երթևեկության կանոնները խախտել անհետևանք կամ վարկերը չվերադարձնել անհետևանք եւ պարզ է, որ դա խիստ բացասական հետևանքների կբերեր։ Իհարկե, եւ ընդհանրապես ամբողջ իրավական համակարգը արդյունավետ չէր կարող գործել։ Հետևաբար առաջին նպատակը, որ ես կնշեմ նոր օրենքի, դա հարկադիր կատարման արդյունավետության բարձրացումն է։ Բայց բնականաբար, ինչպես նշեցինք, այդտեղ պարտապանը եւս ունի իրավունքներ, ունի շահեր, անձնական, ընտանեկան, ձեռնարկատիրական, ինչու՞ չէ, եթե ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, եւ այդ շահերը բնականաբար պետք է պաշտպանվեն նաեւ կատարողական վարույթի փուլում, եւ եթե շատ ընդհանրական ձևակերպեմ, նոր օրենքը այդ տարբեր շահերի, ընդհանուր հակադիր շահերի միջև ճիշտ բալանս գտնելու մասին է։ Պարոն Դալաքյան, եթե քաղաքացին օրենքը չի կարդացել, իսկ սովորաբար չթերագնահատելով որևէ քաղաքացի, բայց մենք գիտենք, որ ոչ բոլորն են, այսինքն հիմնական մասը ամբողջությամբ չի դնում եւ չի ծանոթանում այդ օրենքին, որ 3 փոփոխությունը կհամարեք ամենաազդեցիկը, որ այսպես նրանց կյանքում փոխվելու, այսինքն նրանց առօրյայում փոխվելու է, նրանք ովքեր իհարկե գործ ունեն հարկադիր կատարման մարմնի հետ։ Նախ ընդհանուր նշեմ, շատ լայն հնարավորություններ են ավելացվել համագործակցաբար պահանջատիրոջ հետ համագործակցելով, բանակցելով, հաշտությամբ դուրս գալ այդ կոնֆլիկտային իրավիճակից։ Պարզ օրինակ շատ տարածված դեպքի վրա բերեմ, վարկային կրկին բանկերի, վարկերի պարտքերի հետ կապված, շատ հաճախ է լինում, որ ընդհանուր դատարանից հետո կամ արբիտրաժային գործերով վճիռ ներկայացնելուց հետո արդեն հարկադիր կատարման փուլում պարտապանները հնարավորություն են տեսնում, որ կարող են մաս-մաս մարել վարկը, բայց իրեն ժամանակ է պետք։ Բայց նախկին օրենքը այդ հնարավորությունը չէր տալիս, որովհետև եթե հասել է հարկադիր կատարման փուլի, արդեն պետք է գնանք գույքի վրա բռնագանձում տարածելու։ Նոր օրենքը հնարավորություն է տալիս բանակցել պահանջատիրոջ հետ, տվյալ դեպքում օրինակ բանկի հետ, կազմել ժամանակացույց ցանկացած պայմաններով, որը կողմերը կհամաձայնվեն, ցանկացած ժամկետով, եւ այդ ժամանակացույցը համատեղ ներկայացնել հարկադիր կատարողին։ Եվ դա հիմք կլինի հարկադիր կատարողի համար, որ ինքը ըստ այդ ժամանակացույցի արդեն գործի եւ ոչ թե ամբողջությամբ անմիջապես ամբողջ պարտքը բռնագանձի։ Սա շատ կարևոր փոփոխություն է, որը մինչ այս այդ հնարավորությունը չկար կամ կար դատական լրացուցիչ process անցնելու միջոցով, որը բնականաբար եւ ժամանակի եւ այլ ռեսուրսների լրացուցիչ ծախս էր ենթադրում։
Մյուսը պարտապանին հնարավորություններ է տրվել ինքնուրույնաբար տնօրինելու անգամ արգելանքի տակ եղած գույքը իհարկե հարկադիր կատարողի թույլտվությամբ։ Օրինակ, եթե կա արգելանքի տակ գտնվող գույք, որը պետք է ենթադրաբար ներկայացվի հարկադիր աճուրդի, հարկադիր կատարողի կողմից, պարտապանը այսուհետ կարողանալու է ինքնուրույն գտնել գնորդի եւ ինքնուրույնաբար դա վաճառել հարկադիր կատարողի թույլտվությամբ, այսինքն գործը չի հասնի այդ դեպքում աճուրդի։ Ընդ որում այդ գնորդը բնականաբար կարող է լինել իր ընկերը, մերձավոր ազգականը, այդ մասով որևէ սահմանափակում չկա։ Այդ դեպքում շուկայական արժեքով նա իրավունք է ստանում իր գույքը ինքնուրույնաբար վաճառել եւ այդ ստացված գումարներով մարել իր պարտքը հարկադիր կատարողի թույլտվությամբ։ Եվ մյուս նմանատիպ հնարավորությունը կրկին, եթե օրինակ անշարժ գույքի մասին ենք խոսում, որը կարող է տրվել վարձակալության եւ դրանից գումարներ ստանալ պարտապանը, կրկին հին օրենքով այդ հնարավորությունը չկար, նոր օրենքով տրվում է պարտապանին այդ հնարավորությունը դիմել հարկադիր կատարողին, ստանալ թույլտվություն եւ գույքը տրամադրել վարձակալության, այդ վարձավճարների միջոցով փակելով, մարելով բռնագանձման ենթակա պարտքը։ Սա կրկին ճկունություն է ապահովում կատարողական վարույթում եւ լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում պարտապանի համար, ինչու՞ չէ նաեւ պահանջատիրոջ համար ավելի հեշտ միջոցներով հետ ստանալու իր պարտքը։ Այսինքն, պարոն Դարաքյան, ես ճիշտ եմ հասկանում, ըստ ձեզ այս օրենքը ուժի մեջ մտնելուց հետո արդեն մենք քիչ կունենանք այն իրավիճակները եւ շատ ենք չէ տեսնում անգամ տեսանյութերով, երբ որ սոցիալական անապահով ընտանիքներ կան, որտեղ հասել է մի իրավիճակ, երբ արդեն դահակա աշխատակիցները գնում են, որպեսզի բռնագանձեն նրանց գույքը, այդ գույքը նրանց բնակարանն է, տանիքն է, որտեղ որ նրանք իրենց սովորական կենցաղն ապահովում են եւ մարդիկ խոսելով ասում են, սա մեր միակ ապրուստն է, մենք դրսում ենք մնալու եւ այլն եւ այլն։ Նման իրավիճակներում ինչ որ բան փոխվում են նրանց կյանքում, այսինքն նման իրավիճակները բացառել ամբողջությամբ հնարավոր չէ ըստ էության օբյեկտիվ իրականության մեջ, բայց գոնե քչացնել հնարավոր է։ Կարծում եմ բավականին կքչանան այդ իրավիճակները նախ այդ համագործակցային հնարավորությունների ընդլայնման շնորհիվ, որովհետև պահանջատերն էլ իհարկե շահագրգռված է իր պարտքը հետ ստանալու, բայց եթե ինքը տեսնի հնարավորություն համագործակցությամբ առանց կոնֆլիկտի հետ ստանալու պարտքը, թեկուզ որոշակի ժամանակացույց սահմանելով, ապա որպես կանոն պահանջատերերը, բանկերը գնում են այդ ընդառաջմանը։ Բացի դրանից, եթե խոսքը վերաբերում է միակ բնակարանին, պարտապանին պատկանող միակ բնակարանի մասով եւ հին օրենքով եւ նոր օրենքով կա արտոնություն, միակ բնակարանը բռնագանձման ենթակա չէ, եթե կառավարության սահմանած շեմից ավելի ցածր արժեք ունի։ Եվ եթե անգամ այդ շեմից բարձր արժեք ունի, բռնագանձումից հետո այդ շեմի չափով գումարը վերադարձվում է պարտապանին եւ կրկին բռնագանձման ենթակա չէ։ Ընդ որում նոր օրենքի հիման վրա արդեն իսկ կառավարությունը վերջերս մի քանի շաբաթ առաջ թարմացրեց այդ գումարի չափը, նախկինում սահմանված էր 4 միլիոն 900 հազար դրամ, հիմա արդեն նոր օրենքի հիման վրա սահմանվել է 7 միլիոն 800 հազար դրամ։ Այսինքն ավելի շատ շրջանակի ըստ էության բնակարաններ կօգտվեն բնակարանի սեփականատերեր կօգտվեն այդ արտոնությունից, կարճ ասած 7 միլիոն 800 հազար դրամից ավելի ցածր արժեքով բնակարանը չի կարող դրվել աճուրդի, եթե դա միակ բնակարանն է պարտապանին պատկանող, իսկ եթե դրանից թանկ է, ապա 7 միլիոն 800 հազար դրամը կլինի անձեռնմխելի գումար, այդ գումարը կվերադարձվի պարտապանին եւ այդ գումարը նա կարող է օգտագործել նույն բնակարան գնելու կանխավճարի ենթադրենք հիպոթեկային վարկի կանխավճարի համար։ Այսինքն պարտքը 1 միլիոն դրամ է, բայց իր բնակարանը օրինակ գնահատվում է 10 միլիոն դրամ եւ բանը եկե հասել է նրան, որ պետք է գույքը օտարվի, գույքը կոտարվի, 1 միլիոնը կվերցնեն եւ 9 միլիոնը կվերադարձնեն քաղաքացուն։ Այո։ Ձեր կարծիքով ինչպես է օրենքը ազդելու այն քաղաքացիների վրա, որտեղ պարտքը մեկ անձի անունով է, բայց հետևանքները կրում է ամբողջ ընտանիքը։ Նման իրավիճակ ունենք, որ դուք հավանաբար խոսում եք համատեղ կամ ընդհանուր սեփականության դեպքերի մասին, այդտեղ բռնագանձման ենթակա է միայն պարտապանի բաժինը։ Եթե դա հնարավոր է առանձնացնել, առանձին գույքային միավոր դարձնել, ապա դա կլինի բռնագանձման ենթակա։ Եթե ոչ, այդ ծայրահեղ դեպքում ամբողջ գույքը կարող է դրվել աճուրդի, բայց կրկին մյուս համասեփականատերերի գումարը նրանց վերադարձման ենթակա է, այսինքն իրենք իրենց մասով
այդ մասով պատասխանատվություն չեն կրում եւ ամենակարևորը անգամ այդ ծայրահեղ դեպքում, եթե ոչ այդ որևէ այլ տարբերակ չգտնվի, պահանջատիրոջ հետ համագործակցությամբ կամ այլ տարբերակ, անգամ այդ ծայրահեղ դեպքում համասեփականատերերը ունեն պարտապանի բաժինը գնելու նախապատվության իրավունք, այսինքն ոչ թե այդ ամբողջ գույքը կվաճառվի ինչ-որ երրորդ անձի, այլ ընտանիքի անդամը, որը համասեփականատեր է, կարող է վճարել պարտապանի ենթադրենք 1/3 կամ 1/5 բաժնի արժեքը եւ ինքը ձեռք բերել այդ բաժինը, այդ դեպքում ընտանիքը կշարունակի այդ բնակարանում բնակվել եւ այս ընթացակարգը կրկին մանրամասն կարգավորվել է նոր օրենքով։ Իսկ այս օրենքը ում է ավելի շատ այսպես օգնում, նրան որ ունի այդ պարտքը, թե նրան որ պատկանում է այդ պարտքին, որ պետք է վերադարձնի։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, որովհետեւ տարբեր լսարաններում քննարկումների ժամանակ իհարկե նման կարծիքներ հնչում են, շատերը ասում են, դե գիտեք, սա օրինակ ենթադրենք բանկերը դժգոհում են որոշ իօգուտ պարտապանների դրույթներից կամ հակառակը այլ անձինք փաստաբանները ասում են, որ այս դրույթները ենթադրենք ավելի շատ իօգուտ բանկի են, հարկադիր կատարողները իրենց տեսանկյունից են նայում օրենքին, այսինքն իրենց աշխատանքի տեսանկյունից, բայց այս ամենը վկայում է նրա մասին, որ օրենքում գտնված է բալանս այդ տարբեր շահերի միջև եւ ամեն դեպքում ապահովում է գործընթացի արագությունը, արդյունավետությունը եւ բոլոր կողմերի համար հնարավորինս քիչ ռեսուրսներով գործընթացից դուրս գալը։ Եվ կրկնեմ, եթե հակադիր կողմերը, պարտապանը եւ պահանջատերը կարողանում են գտնել հաշտության, համագործակցության եզրեր, ապա բոլոր հնարավորությունները նոր օրենքը տալիս է գործընթացից դուրս գալ նվազագույն կորուստներով։ Այստեղ ցանկացած իրավիճակում մարդիկ լինում են, ովքեր որ ցանկանում են բողոքարկել, բողոքել, նոր օրենքում բողոքարկման ինչ-որ մեխանիզմներ են փոխել, նորերն են սահմանվել, նոր օրենքը ինչպես է գալիս լրացնելու այդ բողոքարկման մեխանիզմի դաշտը։ Տեսեք, օրենքը ինքնին բողոքարկման հարցերը չի կարգավորում, ինքը բուն կատարողական վարույթի ընթացքն է կարգավորում։ Բողոքարկումը, եթե խոսում ենք դատական բողոքարկման մասին, ապա վարչական դատավարության կարգով է եւ այդտեղ այդ մասով վարչական դատավարության օրենսգիրքն է կարգավորում եւ այստեղ օրենքը ինքնին նոր դրույթներ չի սահմանել, կամ մյուս տարբերակը վերադասության կարգով հարկադիր կատարման ծառայության ղեկավարության կամ արդարադատության միջոցով կրկին այստեղ բուն կատարողական վարույթի դրույթները այդ հարցերը չեն կարգավորվում, դրանք արդեն իսկ կարգավորված էին կամ վարչարության վերաբերյալ օրենսդրությամբ կամ վարչական դատավարության վերաբերյալ։ Իսկ կատարողական վարույթը ես ճիշտ եմ հասկանում, որ դառնում է էլեկտրոնային։ Այո, դա նպատակներից մեկն է ամբողջությամբ թվայնացնել համակարգը եւ էլեկտրոնային վարույթի գործիքակազմի միջոցով ոչ միայն հարկադիր կատարման ծառայությունը պետք է շփվի հաղորդակցություն ունենա ենթադրենք բանկերի կամ այլ պետական մարմինների միջև, այլ նաեւ հենց կողմերը, պահանջատերը եւ պարտապանը էլեկտրոնային եղանակով կարող են մուտք գործել համակարգ, իրենց անձնական կաբինետ եւ տեսնել իրենց վարույթի ընթացքը, դրա վերաբերյալ փաստաթղթերը, ընդհանուր իրենք դիմումներ, միջնորդություններ ներկայացնեն։ Սա օրենքի կարևոր նպատակներից է, որը կրկին նախ կրճատում է ժամանակը, ծախսվող ժամանակը, կրճատում է ծախսերը, ընդ որում բոլորի ծախսերը, բոլոր կողմերի ծախսերը, ամենապարզ օրինակը փոստային ծախսերի կրճատումն է։ Եվ ամենակարևորը բարձրացնում է թափանցիկությունը, այսինքն կողմերը ցանկացած պահի կարող են հետևել կատարողական վարույթի ընթացքին էլեկտրոնային եղանակով եւ տեսնել, թե ինչ է տեղի ունենում։ Իրազեկվածության առումով եւս քաղաքացիների, եթե իրենք այդ գրանցումը կկարողանան անել, հանձնական կաբինետում գրանցվել, իրազեկվածության առումով եւս սա շատ կարևոր դրույթը, շատ կարևոր նպատակ է։ Իսկ այստեղ ինչ որ կերպ դժում են նրանք, ովքեր որ չունեն այդ թվային հմտությունները կամ ինտերնետ հասանելիություն չունեն։ Դե նրանց համար այդ մինիմալ տարբերակը պահպանվելու է, այսինքն եթե տարբերակ չկա էլեկտրոնային եղանակով հաղորդակցվել քաղաքացու հետ, ապա փոստային համակարգը, փոստային առաքումները ամեն դեպքում կան, այսինքն այդ մասով կրկին մենք այնպես չէ որ զրկում ենք քաղաքացիներին ավանդական փոստային եղանակով հաղորդակցվելուց։ Ես ինչպես որ հասկանում եմ, նոր օրենքը դարձյալ խրախուսում է կամավոր կատարումը։ Այո։ Ինչ է դա նշանակում գործնականում եւ ինչ շահ ունի քաղաքացին, եթե վճարում է ժամանակին։
Շատ կարևոր կրկին հարց եք տալիս, թվում է թե հարկադիր կատարման փուլում էլ ինչ կամավոր կատարում, եթե խոսում ենք կամավոր կատարման մասին, բայց չէ, անգամ այս փուլում օրենքը խրախուսում է հնարավորինս շուտ մարել պարտքը կամ կատարել այլ պարտավորություն, օրինակ կատարողական վճարների գործիքակազմի միջոցով։ Տեսեք, հին օրենքը, դեռևս գործող օրենքը սահմանում էր կատարողական ծախսերի բռնագանձման մեկ միասնական չափ, 5% բռնագանձված պարտքի չափից։ Նոր օրենքի կարևոր նորամուծություններից է կատարողական ծախսերի հատուցման տարբերակված չափեր սահմանելը, օրինակ դրամական պահանջների դեպքում, եթե պարտքը մարվում է կատարողական վարույթի առաջին 2 շաբաթվա ընթացքում, ապա այդ վճարի չափը կլինի 2%։ Եթե դրանից հետո է մարվում, կլինի 4%, եւ միայն եթե պարտապանը ինքը չի վճարում եւ գործը հասնում է գույքի աճուրդի, այդ դեպքում կլինի ավելի մեծ չափ, կլինի 10%։ Բայց տեսնում ենք, որ այն բոլոր դեպքերում, երբ պարտապանը ինքը վճարելու է, ապա այդ դեպքում կբռնագանձվի կատարողական վճար կամ 2% կամ 4%, որը երկու դեպքում էլ ցածր է գործող 5%-ի չափից, եւ այստեղ ինչն է ամենակարևորը, որ որքան շուտ պարտապանը գործողություններ ձեռնարկի եւ մարի պարտքը, այնքան ավելի նվազ կորուստներով դուրս կգա այս իրավիճակից, հետեւաբար այս համակարգը նաեւ խրախուսում է ավելի արագ, ավելի շուտ կամավոր կամ ինքնուրույն կատարումը։ Հիմա այստեղ մյուս հարցն է գալիս։ Այդ դեպքում նոր օրենքը քաղաքացուն այսպես շակերտավոր ստիպում է ավելի շուտ վճարել, թե ավելի ճիշտ պլանավորել։ Խրախուսում է ավելի շուտ վճարել եւ այս առումով նաեւ եթե համադրենք պահանջատիրոջ հետ համաձայնության գալու գործիքակազմերի հետ, եթե այդ բոլոր գործիքակազմերից կարողանա օգտվել պարտապան քաղաքացին, ապա ինքը գործող օրենքի համեմատ ավելի նվազ կորուստներով դուրս կգա այդ իրավիճակից կատարողական վարույթից։ Իսկ ինչ ուղերձ ունեք օրինակ այն քաղաքացիներին, ովքեր որ նոր տեղեկացան կամ գիտեին, որ հունվարի 1-ից արդեն նոր օրենք է գործելու, իրենք համարվում են, այսպես ասած, շահառուները այդ օրենքի, բայց ինչ որ այսպես վախվորած են սպասում հունվարի 1-ից, մտածելով, որ նոր տարում իրանց գլխին նոր, այսպես ասած, փորձանք է գալու։ Ամենակարևոր խորհուրդը, որ միշտ հետևեն իրենց պարտավորություններին, փորձեն ժամանակին կատարել, այսինքն գործը չհասնի ոչ դատարան, ոչ հարկադիր կատարման ծառայություն առավել եւս, բայց եթե անգամ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով գործը հասել է այդ փուլին, իմանան, որ անգամ այդ փուլում իրենք ունեն իրավունքներ, իրենք ունեն հնարավորություն բանակցելու, համագործակցելու մյուս կողմի հետ եւ շատ ավելի փափուկ դուրս գալ այդ իրավիճակից եւ իմանան իրենց իրավունքների մասին, կարողանան դրանցից օգտվել եւ կարեւորը ժողովրդական լեզվով ասած այդ խնդրը ականջի հետև չգցել։ Եվ ամփոփելով զրույցը մի վերջին ճշտող հարց, եթե չեմ սխալվում 2024 թվականին է օրենքը ընդունվել։ Այդ դեպքում ինչու հենց 2026, այսինքն 2 տարի անց է օրենքը մտնելու ուժի մեջ, եթե հակիրճ ամփոփենք։ Նախապես նախատեսված էր 2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելը, կրկին բավական երկար ժամանակ էր նախատեսված, այդ անցումային շրջանի հավաը ավելի քան 1 տարի։ Եվ այդ ժամկետը նախատեսված էր բազմաթիվ տեխնիկական, ծրագրային նախապատրաստությունների համար, բացի դրանից բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր պետք է ընդունվեին, կառավարության որոշումներ, նախարարի հրամաններ եւ այլն, եւ շատ կարեւոր է նաեւ հարկադիր կատարողների վերապատրաստումը նոր օրենքի շրջանակներում, որը արդեն իսկ անցկացվել է այս տարվա ընթացքում, եւ ինչու ոչ միայն հարկադիր կատարողների, այլ նաեւ այլ մասնագետների, փաստաբանների, բանկային համակարգի աշխատողների, որոնք անմիջականորեն առնչվում են այս նոր օրենքի հետ։ Դա բավականին ծավալուն աշխատանք էր եւ հենց այդ նկատառումով մեկ անգամ հետաձգվեց 6 ամսով օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը եւ արդեն իսկ հունվարի 1-ին արդեն այդ բոլոր աշխատանքները կատարած ենթադրաբար մենք պետք է արդեն փորձենք կիրառել նոր օրենքը։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Հեռանկարում կատարողական վարույթի մասին օրենքի տեքստի համահեղինակ փաստաբան Վահագն Դալաքյանն էր։